Ներողություն, պարոն Դանիելյան, ինչի պարտվեցինք մենք պատերազմը։ Այդպես մի անգամից այդ հարցով, հա։ Որովհետև 5 տարի մենք անընդհատ դնում վերցնում ենք, տարբեր պատճառներ ենք լսում, Սասուն Միքայելյանն ասում է Վազգենից հետո բանակ չենք ունեցել, ռուսների հետ պայմանագիր ենք ունեցել, որ բացի իրանցից ուրիշից չենք կարող զենք գնել, ասես տարբեր պատճառներ ենք լսում, 70-ականների զենքով են կռվել 80-ականների։ Հիմա բայց հարց է առաջանում, մենք ինչի պարտվեցինք, որտեղ Փաշինյանն ասում է ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ։ Տեսեք, նախ թշնամին ճեղքում ակատարի մի ուղղությամբ, այն բոլոր ուղղությունները, որ կան, տղաները հերոսաբար իրենց դիրքերին կռիվ են տվել եւ տարբեր վարկածներ կարող են քննարկել, բայց եթե լիներ իմ կարծիքն է դա կազմակերպվածություն, եթե լիներ համընդհանուր մոբիլիզացիա, այսինքն այդ մոբիլիզացիան մասամբ արվել եւ գիտենք, որ օրինակ ես իմ օրինակով ասեմ, սեպտեմբերի 28-ին գնացել եմ զինկոմիսարիատ, կամավորագրվել եմ եւ մոբ ռեսուրսով Հայաստանում հազարավոր մոբ ռեսուրսով հավաքված ուրեմն պատրաստական մարդիկ կային, որոնք որ պատրաստ էին գնալ, բայց դրանցից գնացել են կամավոր սկզբունքով այն կամավորները, որոնք որ իրենք են պահանջել, որ պիտի գնան Արցախ։ Այն հազարավոր մոբ ռեսուրսով հավաքված մարդիկ մնացել են Հայաստանում, այնինչ այդ ուժը կարող են օգտագործել հենց այն տեղերում, որտեղ որ թշնամին ճեղքում է կատարել։ Մի տեղով կրկնում եմ ճեղքում կատարել, հետո գաղտնիք չէ, որ մնացած տարածքները Նիկոլ Փաշինյանը հերթով, զիջելով, գիտեք Քարավաճառը, այնուհետև մնացած տեղերը եւ անկազմակերպվածություն էլ ա եղել, բարդակ էլ ա եղել, պատասխանատվություն կրող էլ չի եղել, պատերազմով Դասալիկ եղել է, դուք դասալիկներ տեսել եք 11000։ Եթե դասալիկներ եղել են, իշխանության պատասխանատվության տիրույթում ա, որ դասալիկներին պատժեին օրենքի շրջանակում, բայց այդ պատիժը, չգիտեմ, եթե 11 դասալիկ ա եղել, ուր այդ պատիժները։ 11 կներեք 11000, ուր այդ մեղավորները պատժվել են։ Երկու հոգու տենց բռնեցին։ Ձևական, այնտեղ ընկավ են բան են։ Շնորհակալ եմ։